Հարազատ ու լավ ընկերները քեզ հյուր են եկել Մեկը մեկից առաջ ուզում են ամուր քեզ գրկել Հավատա քեզ ուրախությունը դեռ նոր է սկսվում Լիքը լավ անակնկալներ են այսօր քեզ սպասվում Քո ամենակարծր ծննդյան տարեդարձը Թող լինի, թող այսօր լինի շնորհավոր Քո ծնունդն է սորա, ես ինչ հավես սորա Թող քո սիրտը երազի պես օրորի Երջանկության մեջ կորի Քո ծնունդն է սորա, ես ինչ հավես սորա Թող քեզ բախտը օրորի Լուսավորի, թող ժպիտը քո չմարի Թող որ կյանքը քո երկարի Ու դառնաս դու տարեց տարի Երջանիկը աշխարհի Թող ժպիտը քո չմարի Թող որ կյանքը քո երկարի Ու դառնաս դու տարեց տարի Երջանիկը աշխարհի Թող ժպիտը քո չմարի Եկեք կորանք բարձր, քո ծննդյան տարեդարձը Թող լինի, թող այսօր լինի շնորհավոր Քո ծնունդն է սորա, ես ինչ հավես սորա Թող քո սիրտը երազի պես օրորի Երջանկության մեջ կորի Քո ծնունդն է սորա, ես ինչ հավես սորա Թող քեզ բախտը օրորի Լուսավորի, թող ժպիտը քո չմարի Թող որ կյանքը քո երկարի Երջանիկը աշխարհի Թող ժպիտը քո չմարի Թող որ կյանքը քո երկարի Ու դառնաս դու տարեց տարի Երջանիկը աշխարհի Թող ժպիտը քո չմարի Նրանյաններ ընտանիքի կյանքում շատ երջանիկ ու զբոսված օրվան։ Նրանց աղջիկների Աննայի և Հասմիկի ծննդյան տարեդարձի համար կազմակերպված տոնական հանդեսի։ Քանզի ավելի քան վստահ եմ, որ ձեզ սերը և բարեկամությունն է պատճառը, որ այսօր բոլորդ մեկտեղել եք Նրանյաններ ընտանիքի կյանքում շատ երջանիկ և ուրախ օրվան։ Բոլորիդ սիրով ողջունում եմ, ասում եմ լավ և ուրախ օր մաղթեմ ձեզ բոլորիդ և մեր երեկոն հայտարարում եմ բացված։ Հարգելի ներկաներ, կարծես բոլորը զբաղեցել եք ձեր պատմավոր տեղերը և այժմ տեղին է, որպեսզի ողջունենք երեկոյի կարևորագույն հյուրերին, ես ուզում եմ ողջունել մեր հոբելյակների ծնողներին, ովքեր ամենաերջանիկն են այսօր, որովհետև նրանց դստիկների ծննդյան տարեդարձն է, եկեք բոլորս միասին բարձր ծափողջույններով ողջունենք սերով և սաթելիկ Նրանյաններին։
Հարգելի ծնողներ, սիրով ողջունում եմ ձեզ, ասելով աչքներդ լույս լինի, գիտեմ, որ ամենաերջանիկ օրը ծնողի համար դա իր զավակի կյանքում յուրաքանչյուր երջանիկ օրն է։ Դե բա ծննդյան տարեդարձն ամենաերջանիկ օրն է։ Սիրով ողջունում եմ ձեզ։ Եվ իհարկե շարունակելով ուզում եմ բոլորս միասին ողջունենք Աննային եւ Հասմիկին, մեր հոբելյարներին, որտեղ են Աննան ու Հասմիկը։ Մոտեցեք այստեղ, աղջիկներ։ Ինչպես է դրա մադրությունը, բարձր չէ, այսօր ինչ օր է, ծնունդը դա, Բաքո, հանել է ծնունդը, մի հատ ես գեղեցկույններին բարձր ծափահարեք, այսօր նրանց ծննդյան տարեդարձներ, մենք էլ բոլորս մեկնել ենք այստեղ, որպեսզի կարողանանք ջերմ եւ ուրախ ու բարձր տրամադրությամբ օր պարգևենք նրանց, շատ բարձր ծափարում ենք մեր հոբելյարներին, Գեղեցիկ ֆոտոն էկրանում եմ վայրում և զբաղեցնում են իրենց պատվավոր տեղը։ Դե ինչ հարգելի հյուրեր երեկոն լիարժեք մեկնարկված ձեզ սիրում բոլորիդ ողջունում եմ, բայց ուզում եմ առաջարկել ձեզ լիլիցնեք գավաթները։ Այնպես է դարել, որ հայի օջախում յուրաքանչյուր հյուրասիրության ժամանակ առաջինը գավաթ են բարձրացնում հայ զինվորի համար, որովհետև յուրաքանչյուրիս համար էլ շատ արժեքավոր ու կարևոր է դարձել զինվորի կյանքը։ Եկեք բոլորս միասին մի հատ շատ բարձր ծափարենք այս պահի սահմանում կանգնած մեր բերոր հերոս տղեկին, փառք ու պատիվ մեր տղաներին, թող Աստծո կամոք խաղաղ հայրենիք ունենանք, նրանք էլ կարողանանք մեզ պաշտպանել, մենք էլ քեֆ անենք եւ ուրախանանք եւ հայեցի օջախներում միշտ երջանիկ օրեր լինենք։ Բայց նրանցից չեմ տարաջատում նաեւ մեր հերոս տղեկին, անմահ տղեկին։ Եկեք բոլորս միասին ոտքի կանգնենք։ Ես ուզում եմ առանձնահատուկ տալ անունը մեր հոբելյարների քեռի Գևորգի, ով զոհվել է հանուն հայրենիքի և նրա գլխավորությամբ բոլոր մեր հերոս տղաներին։ Ուզում եմ նրանցից շնորհակալություն հայտնել բոլորիս անունից անհատապես, փառք ու պատիվ մեր հերոս տղաներին։ Նրանք միշտ կան ու միշտ մեր սրտերում են լինելու։ Մենք էլ միշտ հպարտանալու ենք նրանցով, որովհետև նրանք մեզ հայրենիք են նվեր տվել։ Փառք ու պատիվ հայ զինվորին, եկեք բոլորս միասին գավաթ զարկենք մեր տղաների համար, մեր անմահ հերոսների համար։ Եվ իհարկե մի փոքրիկ հայտարարություն, այժմ ես կխնդրեմ DJ Ռուժի մի գեղեցիկ կատարում միացնի, որը շատ էր սիրում քեռի Գևորգը։ Եվ այդ երգի ներքո էլ գավաթ ենք զարկում ուրախությամբ հայ զինվորների
ներկաներ սիրով եւս մեկ անգամ ողջունում եմ յուրաքանչյուրիդ եւ առաջարկում եմ լինեցնեք գավաթները, քանզի հայեցի հյուրասիրությունը մեկնարկվում է բարետեսությունից, որովհետև մենք հայերս աշխարհի երեսին ուրեն որ լինենք, մեր խնջույքները անց ենք կացնում իրենց ուրույն համադույթներով եւ արողակարգով։ Սիրով բոլորիդ ասում եմ բարետեսություն հարգելի ներկաներ, առաջարկում եմ միմյանց գավաթ զարկեք ու բարի ու լավ օր մաղթեք։ Բարետեսություն բոլորիդ եւ իհարկե նաեւ ուզում եմ սիրով հայտարարել հայկական, ավանդական խորովածի մատուցումը, որովհետև հայեցի հյուրասիրությունը լիարժեք է, երբ մատուցվում է խորովածը, դիմավորեք ավանդական հայկական խորովածը։ Շարունակենք մեր տոնական երեկոն։ Ես առաջարկում եմ լինեցնեք գավաթները, քանզի խոսքս ուզում եմ հղել երկու գեղեցկուհիներին, Աննային եւ Հասմիկին, ում համար այսօր բոլորս մեկտեղել ենք այստեղ։ Առաջարկում եմ բոլորս միասին գավաթ զարկենք նրանց համար։ Աղջիկներ, ձեր կյանքում ամենաուրախ օրը որն է։ Այսօր չէ, ձեր ծննդյան օրը չէ։ Քերն է եկել, որտեղից է եկել, Մոսկվայից, այդ ամենակարևորն է, չէ, բայց նաև որ այսօր քո ծննդյան տարեդարձն է։ Դե ինչ հարգելի ներկաներ սիրով ողջում եմ մեր հոբելյարների, նրանց մաղթելով ամենակարևորը երջանիկ ու գեղեցիկ երիտասարդություն։ Սիրելի Աննա, Հասմիկ, ձեզ մաղթում եմ անսահման երջանկություն։ Թող ձեր կյանքը բարորված լինի միմիայն ձեռքբերումներով։ Առողջ լինեք, երջանիկ լինեք, ձեր ծնողների մաղթանքով օրհնված լինեք, որովհետև ծնողը չի կարող վատ մաղթել իր բալիկին, նա միայն երջանկություն է նրան մաղթում։ Կարծում եմ այս մաղթանքը բավ էր, որպեսզի չհղեմ այսուհետ բարեմաղթանքներ։ Մենակ ուզում եմ ասել, ծնունդդ շնորհավոր լինի, ծնունդներդ շնորհավոր լինի, այսպես միշտ ժպիտը ձեզ բարորի, դուք էլ լինեք ամենաերջանիկ աղջիկները ու երջանկացնեք ձեր ծնողներին։ Սիրով ողջունում եմ, միան առաջարկում եմ այս գեղեցկուհիներին բարձր ծափահարեք բոլորս միասին։ Եվ իհարկե ձեզ էլ սիրով հրավիրում եմ մոտենաք հյուրերին, որովհետև յուրաքանչյուրն էլ պետք է անհատապես ձեզ շնորհավորի այսօրվա խորհուրդով հղելով բարեմաղթանքներ ու շնորհավորանքներ։ Գավաթ ենք զարկում մեր հոբելյարների համար, նրանց ասելով թող շնորհավոր լինի ծննդյան տարեդարձը։ Понедельник или среду, не разница, приеду, потому что день особый, на того календаря. Хоть на Мазде, хоть на Порше, хоть на Жигули, больше, ничего не надо больше.
информации без ограничения. С днем рождения, для тебя мои на сцене. Ты с годами только лучше, в этом нет сомнения. С днем рождения, бьются поздравления. Здесь сегодня кайф танцы без ограничения. С днем рождения, для тебя мои на сцене. Ты с годами только лучше, в этом нет сомнения. Ты с годами только лучше, в этом нет сомнения. Ты с годами только лучше. С днем рождения. Не надо путать шалахом с ломбардом, под окнами твоими серенады. Звучит от сердца моего, девочка, стоп, не надо. Поверь же мне, я парень то, что надо. Хочу я быть всегда с тобой рядом, дыханием сердца твоего. Хочу я быть всегда с тобой рядом, дыханием сердца твоего.
մենք միասին հայկական Պարում ենք միասին հայկական Երկում ենք միասին հայկական Շատ ուրախ մեր հայկական Շարունակելով երեկոն հարգելի ներկաներ առաջարկում եմ միլեցնենք գավաթները, կազի խոսքս ուզում եմ խղել տարիներ առաջ այսօրը ամենաերջանիկ դարձած մարդկանց, ուզում եմ սիրով ողջունել մեր հոբելյարներին, ծնողներին, Սերով և Սաթենիկ Նահանյաններին, մի հատ բարձր ծափարենք նրանց, իսկ որտեղ են Աննան և Հասմիկը, Հարգելի ծնողներ, ողջունում եմ ձեզ։ Աչքները լույս լինի, գիտեմ, որ ձեր կյանքում ամենաերջանիկ օրն է այսօր, որովհետև ձեր ամենագեղեցկուի դստրիկների ծննդյան տարեդարձն է։ Իսկ ծնողի համար չկա ավելի մեծ երջանիկ օր, քան նրանց զավակների կյանքում ամեն մի
երջանիկ բարեկեցիկ օր և վայել։ Իսկ այսօր նրանց ծննդյան տարեդարձն է դուք եք դարձել եք տարիներ առաջ ամենաերջանիկը։ Ես ինչ խոսքեր էլ փորձեմ բարձրաձայնել չեմ կարող ծնողին գովաբանել, որովհետև միայն ծնող ունենալու համար մարդը կարող է իրեն համարել աշխարհի ամենաերջանիկը։ Եմ որ ասում ես ման պապ, ուրեմն դու ամենաերջանիկն ես։ Աշխարհը լույս լինի հարգելի ծնողներ, թող ձեր հողանուներքո, ձեր բալիկները, ձեր դստրիկները լինեն ամենաերջանիկ թագուհիները և երջանկանան ձեր սիրով, ձեր աջակցությամբ և թող ձեր ներկայությունը իրենց կյանքում լինի այնքան երկար Աստծու նամով, որ նրանք էլ միշտ ժպտան ու միշտ երկու թեմերով թռչեն այս աշխարհի վրայով։ Հարգելի հյուրեր, գավաթ եք զարկում մեր հոբելյարների ծնողների համար, նրանց ասելով աչքերը լույս լինի և իհարկե բարեմաղթանքներն ու գեղեցիկ խոսքերը հղելով նրանց ասենք թող շնորհավոր լինի, որովհետև նրանք դարձել են այսօր աշխարհի ամենաերջանիկը։ Աղջիկներն մոտենում են ծնողներին, ջերմ աղջիկներ, Աննան ու Հասմիկը մոտենում են ծնողներին, ես ջերմ համբույրն ու ջերմ շնորհակալական խոսքեր ասում նրանց, որովհետև նրանց կյանքում ամենահարազատ ու նրանց ձեռքբերումներով երջանկացող մարդիկ դա ծնողներն են։ Սիրով գավաթ եք զարկում մեր հոբելյարների ծնողների համար, նռականներ ընտանիքին ասելով աչքները լույս լինի։
жизнь для тебя превратить в цветы.
Like
Будильник или свет, не без разницы приедет, потому что день особый на того календаря. Хоть на Мазде, хоть на Порше, хоть на Жигули, на Польше, ничего не надо больше, просто быть возле тебя. Ничего не надо больше, просто быть возле тебя. С днем рождения, льются поздравления. Здесь сегодня кайф и танцы без давления.
հանգեցնենք գավաթները, քանզի խոսքս ուզում եմ հղել մեր հոբելյարների ավագ ծնողներին։ Ես ուզում եմ ողջունել պարոն Արաքելին և տիկին Արուսյակին։ Պապիկը որտեղ է։ Պարոն Արաքել։ Սիրով առաջարկում եմ գավաթ զարկենք ավագ ծնողների համար, ես նաև ուզում եմ բարձրաձայնել և նաև բարձրաձայնում եմ պարոն Հովհաննեսի և տիկին Քնքուշի հարգանքահիշատակ անունները։ Ճիշտ է, մի այսպիսի խոսք կա, ասում ենք, քանի մենք հիշում ենք մեր մեծերին, նրանք միշտ կան ու միշտ մեր կողքին են։ Սիրով ողջունելով պարոն Արաքելին և տիկին Արուսյակին առաջարկում եմ բոլորս միասին գավաթ զարկենք ավագ ծնողների համար, որովհետև յուրաքանչյուրս էլ մեզ հետ ապագա ենք տանում այն արժեքները, որոնք շարունակում ենք մեր շատ սիրելի պապիկ տատիկներից։ Եվ մի հայեցի գեղեցիկ խոսքը ասում են օրհնյալ է այն տունը, որտեղ կան ավագ ծնողներ, որովհետև ավագ ծնողները մեզ խորհուրդ են տալիս, մեզ երես են տալիս ու մեր ամենահարազատ մարդիկ են։ Գավաթ ենք զարկում ավագ ծնողների համար պարոն Արաքելի և տիկին Արուսյակի գլխավորությամբ։ Мне видна твоя звезда, увы, погасла, а ты детская рука. Мои года алёвая стала, когда наверняка, а ты детская рука. Мои года, моё богатство. Когда-нибудь наверняка, а ты детская рука, твои года, мое богатство.
Koşu